Պարոն Պապիկյան, չնայած դուք հերքում եք, որ սա նախընտրական քայլ չի, բայց այդուհանդերձ տեսեք, դուք որոշել եք նախագծով, որ ամռանն է դա արվել, այսինքն ընտրություններից հետո զորակոչի ժամանակ, բայց փոխվեց միանգամից Նիկոլ Փաշինյանը մի օր որոշեց, որ դա լինելու է ձմռան զորակոչի ժամանակ։ Այստեղ այլ կարծիք կարող է լինել, եթե ոչ նախընտրական, սա տեղավորվում է նախընտրական այդ քարոզարշավի մեջ։ Իհարկե կարող է, որովհետև մեր հանրության արձագանքներն ենք հաշվի առել, անկեղծ ասած, ի տարբերություն գործող զինծառայողների վրա տարածելուց, այն ինչ հիմա մենք արել ենք, այսինքն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը կամ օրենքը այդ ձևով անցկացնելը, նրա մասին է, որ եթե հունիսին դա տեղի ունենար եւ դրա մասին արդեն խոսակցությունները կային նոյեմբերից, դա կլիներ հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար անարդար։ Ու երբ կար հնարավորությունը հաշվարկները մեզ թույլ էին տալիս դա անել ավելի վաղ, բնականաբար մենք լսելով, անսալով մեր հասարակության մտահոգություններին, խնդրանքներին, նախագիծը չէինք քննարկել, ներողություն, նախագիծը շրջանառել էինք, նախագիծը շրջանառելուց հետո երբ դրվել է ի դրաֆտ համակարգում, երբ մարդիկ սկսել են դրա մասին կարծիքներ հայտնել, քննարկումներ, նամակներ տարբեր, բնականաբար մեզ համար էլ ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք դա անենք հունվարի 1-ից, եւ մենք այդ որոշմանը հանգել ենք եւ վարչապետը դրա մասին հայտարարել։ Պարոն Պապիկյան, իսկ հունվարից նախատեսված է սպայական աշխատողների աշխատավարձի բարձրացում։ Հունվարի 1-ից աշխատավարձի բարձրացում նախատեսված է։ Հարգելի գործընկերներ, ատեստացիոն համակարգը ներդրված է, այն ընթացքի մեջ է եւ կարծում եմ դրանից լավ աշխատավարձի բարձրացման հնարավորություն չի կարող լինել։ Ինչ է կանում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար, բավականին լուրջ պաշտոնատրանցիկ ներգրաված են եղել ատեստավորման ոլորտում, շահագրգիռ մարդկանց կազմակերպել, որպեսզի գնան աթորին են, բայց ինչ է կանում մնացած ոլորտներում զսպելու։ Կարծում եմ մեր հետևողականությունը նրա մասին է, որ մենք այս հարցում շատ լուրջ ենք տրամադրված, շատ հետևողական ենք եւ բնականաբար այստեղ ներում չի լինելու ոչ մեկին։ Պարոն Պապիկյան, դուք նշել եք, որ բյուջեով գումար է հատկացվել բանակի կերպափոխման համար, ռազմարտունադրության համար, զենքերի գնման համար, բայց Փաշինյանը օրերս նշեց, որ պարտք է վերցվել եւ ամբողջապես միանգամից զենք գնելու համար։ Հիմա բյուջեից է նախատեսվել, թե պարտք է վերցվել։ Հարգելի գործընկերներ, եթե անգամ ֆինանսական միջոցները պարտքի միջոցով են ներգրավում ֆինանսների նախարարության միջոցով, դա տրամադրվում է ընդհանուր բյուջեի շրջանակներում։ Այսինքն այստեղ հակասող բան չկա։ Վարչապետը հայտարարել է դրա մասին։ Հիմա ուզում եք մեկնաբանել վարչապետը ճիշտ է ասում, թե սխալ, բնականաբար ճիշտ է ասում։ Չէ, ինքը նշում է, որ արտաքին պարտքը դրա համար է աճել, պարոն Պապիկյան, ուղղակի էր տեսնում։ Նաև բնականաբար, այո, պատասխանեցի ձեր հարցին։ Նաև այո։ Պահեստազորի մասին խոսելիս դուք թվեր եք նշում, դա ևս պետական կամ ռազմական գաղտնիք չէ, հաստորեն դա հնարավորություն կտա այլ թվերի հետ համոզել։ Ոչ, մենք ասում ենք 16,000, 20,000, գուցե 26,000, տարեկան կտրվածքով ներգրավում ենք տարբեր փուլերում։ Ես գիտեմ ինչի մասին, կարող եմ խոսել ինչի մասին, բայց շնորհակալ եմ։